Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ են վերաբերվում։ Այս մասին լրագրողների զրույցում ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով Սերժ Սարգսյանի օրեր առաջ հնչեցրած այն մտահոգությանը, թե Մեղրի հետ կապված տագնապներ ունի, հատկապես թրիփ բիզնես ծրագրի իրականացման առումով։ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց, որ ժողովուրդը մերժել է նախկին իշխանություններին։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ են վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե ընտրվելու պարագայում ավելի լավ կկառավարի երկիրը, քան ներկա իշխանությունը։ Ազգային ժողովի նախագահը Քոչարյանին հորդորեց իր ամրակողմ ղեկավարումը ցուցադրել նախ իր հարազատ Հայաստան խմբակցությունում։ Ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կրկին երկրի կառավարումը պատվիրակելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինչ վերաբերում է արդեն մեկնարկած ներկուսակցական քարոզարշավին, որը շահարկումների առիթ է դարձել, Սիմոնյանն ասաց. Հայաստանի Հանրապետության ժողովրդից 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են՝ մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու, լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետ ասի, չէ, գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր, հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Ազգային ժողովի նախագահը խոսեց նաև հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից, հույս հայտնելով, որ դրանք շուտ կավարտվեն։ Ըստ նրա, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գաղափարախոսությանը, որի շահելու է ամբողջ տարածաշրջանը։ Հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, Հյուսիսում պատերազմ է, Արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև եկեղեցին բարենորոգելու իշխանության ձեռնարկած քայլերին եւ ընդդիմության այն հայտարարություններին, ըստ որոնց իշխանությունն այդ հարցում ձախողվել է եւ հետքայլ կատարել։ 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչ է խաչակնկվել գիտի, ձախողվել է ինքը։ Մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները։